Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Մի կողմից պատրանք է ստեղծում, թե խաղաղության է գնում, այդ մասին վերամբարձ հայտարարություններ անում, մյուս կողմից միջանցքն ու Զանգեզուրը բերանից չի հանում։ Թուրքալեզու պետությունների ադրբեջանական գագաթնաժողովում հայտարարեց, թե մեջբերում Զանգեզուրի միջանցքի բացումը Վաշինգտոնյան գագաթնաժողովի կարևորագույն արդյունքներից մեկն էր։ Այստեղ էր, որ հպարտացավ, թե վերջին մեկ տարվա ընթացքում միայն Թուրքիայի հետ անցկացվել է ավելի քան 25 համատեղ զորավարժություն։ Հետևություն արեց, որ անհրաժեշտ է 2026-ին թուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների միջև Ադրբեջանում անցկացնել առաջին համատեղ զորավարժությունը։ Մասնագետներն արդեն կանխատեսում են օկուպանտի պլանները, այդ զորավարժություններն ըստ ամենայնի բռնազավթած Արցախում կանի։ Ահա դեպի խաղաղություն քայլող Ալիևի նկարագիրը խորամանկում է էսկալացիոն թայմ-աութով, բայց նրա այսպես ասենք հարձակողական ցուցիչներում որևէ փոփոխություն չկա։ Այդ ամբողջ Վաշինգտոնյան հանդիպումը, որ տեղի ունեցավ, փաստացի Ադրբեջանը կարողացավ իր չհարձակվելը վաճառել Վաշինգտոնի վրա, դրա դիմաց որոշակի արտաքին քաղաքական, նաև երկկողմ հարաբերություններում դիվիդենդներ շահելով, բայց այնտեղ հարց կար, առհասարակ ինչից էր գալիս հարձակման վտանգը, որոնք էին այն ցուցիչները, որոնք խոսում էին նրա մասին, որ կա Սյունիքի նկատմամբ ագրեսիայի ռիսկեր։ Դրանք մի քանիսն էին՝ ադրբեջանական հռետորաբանություն, զորավարժություններ, գնվող զենքեր, նույն ժամանակ թիրախավորում, Սյունիքի հետ կապված կեղծ խոսույցների, պատմական կեղծարարության ակտիվ շրջանառություն, որ պատանդների ու գերիների հարցը լուծված չէ եւ որ հայ-ադրբեջանական հարաբերություններում չլուծված հարցեր կան, հայտարարեց Արարատ Միրզոյանը։ Այստեղ մենք անպայմանորեն պետք է նշենք ուրեմն Բաքվում պահվող պատանդարված անձանց գերիների ազատ արձակման հարցը, մյուս հումանիտար հարցերի կողքին, ինչպես օրինակ անհետ կորած համարվող անձանց ճակատագրի պարզաբանումը եւ այլն, կան բազմաթիվ այլ հարցեր։ Էլ ինչ չլուծված հարցեր կան, որ ակնարկում էր Միրզոյանը։ Ամենակարևոր խնդիրները, որոնք պետք է ցուցիչ հանդիսեն այն դեպի խաղաղության հնարավոր գործընթացների հետ կապված, Հայաստանի Հանրապետության տարածքների օկուպացիայի թեման, Հայաստանի նկատմամբ զավթողական ծրագրերի առաջքաշման թեման պետական մակարդակով, հայատյացության քարոզի թեման, Ադրբեջանի հետական ռազմականացման թեման, իրականում ոչ մի խնդիր չի լուծվել։ Նրանց մարտավարությունն անթաքույց է, մի մեջլիսական ունեն, որ նաև ներկայանում է այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան զավթողական համայնքի ներկայացուցիչ։ Նա ուղիղ է հարցնում, ինչ պետք է անեն հայերն ու Հայաստանը, եւ ինքն էլ պատասխանում, փաստորեն նախ պետք է ներողություն խնդրենք։ Նրանք պետք է անպայմանորեն ընդունեն Ադրբեջանի բոլոր պայմանները, ներողություն խնդրեն ադրբեջանական պետությունից եւ ժողովրդից, փոխհատուցում վճարեն մարդկանց եւ նրանց գույքին հասցված վնասների համար եւ բարձր մակարդակով ապահովեն փախստականների խաղաղ վերադարձը դեպի իրենց բնորանը՝ Արևմտյան Ադրբեջան։ Նրանք համարում են, թե խաղաղությունն ուղիղ կապված է համակեցության հետ, իսկ ահա համակեցությունը կախված է նրանց ձևակերպման փախստականների վերադարձից դեպի իրենց հայրենի հողեր։ Արցախահայերի վերադարձի մասին ծպտուն չեն հանում։ Խաղաղության, համակեցության մասին իրենց պատկերացումներն ունեն։ Դիալարա Էֆենդիևա անունով ֆեյք էկո ակտիվիստը, ով հայտնի է Արցախի շրջափակման իր մասնակցությամբ, այս օրերին էր Երևան եկել, հիմա էլ խաղարարար առաքելություն ստանձնած Բաքվում խոսել է երևանյան տպավորություններից, պնդել, թե հայ հասարակության արձագանքը խաղաղության օրակարգին ընդհանուր առմամբ դրական է, թեև Էֆենդիևան ասել է նաև, որ հայկական հասարակությունը խորապես բաժանված է եւ որ իշխանությունների վարած քաղաքականությունը բախվում է լուրջ դիմադրության։ Սփյուռքի կառույցներ, ներքին ընդդիմություն, հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ այս ուժերը համաձայն չեն նման հարցադրման հետ։ Նրանք դեռ լի են ռևանշիստական տրամադրություններով եւ ընդդիմանում են խաղաղությանը։ Ահա այսպիսի համայնապատկեր խաղաղության լաբիրինթոս է ստեղծվել, կա ու չկա։ Երևանն էլ փաստացի համարում է խնդիրներ կան, Բաքվից ներողության են սպասում, մեր անելիքները թվարկում, իսկ Թրամփը, հիշենք, ասել էր խոչընդոտների խնդիրների դեպքում զանգել իրեն։ Երբ է Փաշինյանը զանգելու Թրամփին։ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվում են պետական հետապնդման գործիքներ, որոնք ակնհայտորեն օգտագործվում են չարաշահմամբ, միայն այն պատճառով, որ նա արտահայտվել է եկեղեցու օգտին եւ քննադատել է կառավարությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել փաստաբան իրավաբան գիտնական Ջեֆրի Ռոբերտսոնը։ Կարելի է եզրակացնել, որ պարոն Կարապետյանի դեմ իրականացվող գործողությունները բացահայտ հակասում են մարդու հիմնարար իրավունքներին եւ ազատություններին։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը Արշակ Սրբազանի վերագրվող ինտիմ տեսանյութի մասին հաղորդումը ուղարկել է քննչական կոմիտե։ Հաղորդումը հոկտեմբերի 25-ին ներկայացրել էր իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպությունը։ Ներկայում այն գտնվում է ուսումնասիրության փուլում։ Արշակ Սրբազանը խորհուրդ է տվել անտեսել տարածվող զրպարտությունները։ Հայաստանի դատական համակարգը քաղաքականացված է եւ դատավճիռները կախված են մեկ անձի կամքից, լրագրողների հետ զրույցի ընթացքում նշել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Վերջինը խոսել է երեք օդանավակայանում ինքնաթիռից դուրս գալուց կալանավորված Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի մասին, ով օրերս դատարանի վճռով մեղավոր է ճանաչվել 2018 թվականին ցուցարարների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար եւ դատապարտվել 6 տարի 3 ամիս ազատազրկման։ Սերժ Սարգսյանը շեշտել է, որ մինչեւ հիմա դատարանը չի ներկայացրել եւ ոչ մի լուրջ ապացույց, որը կհաստատեր Համբարձումյանի մեղքը։ Բացի դա, հոդվածի համար, որով մեղադրվում է Մասիսի քաղաքապետը, աննախադեպ պատժաչափ է կիրառվել, նշել է Սարգսյանը։ Դավիթ Համբարձումյանի մասով դատավճիռը օրինական ուժի մեջ չի մտել, բնականաբար փաստաբանները բողոքարկելու են եւ այդ ընթացքում նա բոլոր իրավունքները պաշտպանվում են, այնպես որ Դավիթ Համբարձումյանը մնալու է մեր տեխնացուն impeachment-ի գործով որպես վարչապետի տեխնաց։ Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Նիկեայի առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակի շրջանակում նոյեմբերի 30-ին Թուրքիա կատարվելիք ճանապարհորդության ընթացքում Հռոմի Պապ Լևոն 14-րդը Ստամբուլում այցելելու է նաև Պոլսո հայոց պատրիարքության ենթակայության տակ գտնվող հայկական եկեղեցի։ Սուրբ Անդրեաս Առաքյալի տոնի առթիվ Հռոմի Պապի առաքելության այցելության ընթացքում ծրագրվում է Պապի աղոթքը եկեղեցում։ Դա լինելու է խորհրդանշական քայլ, ի նշան քրիստոնեական համերաշխության եւ էկումենիկ երկխոսության։ Այս տարվա հունվար-սեպտեմբերին 1000 խոշոր հարկատուների թվում ներառվել է 73 ՏՏ ընկերություն։ Նրանք պետական բյուջե են վճարել շուրջ 78 միլիարդ դրամ, ապահովելով պետական եկամուտների կոմիտեի կողմից վերահսկվող եկամուտների 4%-ը։ Միայն շահութահարկով այս 73 ընկերությունները վճարել են 11 միլիարդ դրամ։ Top 20 ՏՏ հարկատուներից 9 նվազեցրել են իրենց եկամտային հարկի վճարումները։ Նախորդ եռամսյակում 1000 խոշոր հարկատուների ցանկում ՏՏ ընկերությունների թիվը 76 էր։ Տվյալները ներկայացնում էր Modex խորհրդատվական ընկերությունը։ Մենք պլանավորվածի համեմատ անհամեստ չհնչի ունեն մենք ավելի բարձր տնտեսական աճ, այսինքն մեր թիրախները, մեր առջև դրված խնդիրները շատ ավելի բարձր են։ Էկոնոմիկայի նախարարը թվում է բոլոր այն ոլորտները, որոնց զարգացման ուղղությամբ ահռելի միջոցներ են ներդրվել եւ դեռ կներդրվեն։ Տուրիզմ, ագրոբիզնես, տասնյակ ծրագրեր են իրականացվել եւ դեռ հաջորդ տարի էլ իրականացվելու են։ Ենթադրվում է, որ ներդրված գումարները դառնալու են շահույթ, հետո հարկեր, հետո վերադառնալու են բյուջե եւ ըստ այդմ նորից ծառայելու են այս ծրագրերի իրականացմանը։ Մեր բոլոր ծրագրերի արդյունքում ունենք գերակատարումներ, ասենք օրինակ ինտենսիվ այգիների ծրագիրը տարեկան արդեն կատարել ենք, գյուղատնտեսության լիզինգը տարեկան արդեն կատարել ենք։ Հարյուրավոր միլիոնների հասնող ծրագրերը ենթադրում են, որ գետնի վրա Հայաստանի տնտեսության բովանդակությունը կփոխվի, այսինքն կսկսեն աճել բարիք ստեղծող արտադրության եւ արտահանման ոլորտի ընկերությունները, որոնք աշխատատեղերով կապահովեն հազարավոր մարդկանց եւ արտարժույթի մուտք կապահովեն երկիր։ Գործնականում առայժմ այլ պատկերը։ Օրերս հրապարակվեց տարվա 9 ամիսների ընթացքում երկրի ամենախոշոր 1000 հարկատուների ցանկը։ Հետաքրքիր են բնականաբար 10 ամենախոշորները։ Ինչու, որովհետև հենց նրանց միջոցով կարելի է պարզել, թե որ ոլորտներում գործունեություն ծավալող բիզնեսներն են ամենաշատը եկամուտ ապահովում պետության համար։ Տասնյակում առաջին տեղում ընկերություն է, որը զբաղվում է սմարթֆոնների ներկրումով։ Հաջորդիվ կա 2 բանկ եւ շահույթով խաղերի բիզնեսում ներգրաված 2 ընկերություն։ Արկերը կախված են նաև շահութաբերությունից, որովհետև շահութաբերությունը բարձր է, այնտեղ շատ շահույթ են ստանում, շրջանառությունը մեծ է լինում եւ այդտեղից էլ հարկեր են գոյանում։ Եվ դա իհարկե ցույց է տալիս մեր տնտեսության կառուցվածքում տեղի ունեցող փոփոխությունները։ Բանկերը վերջին տարիներին գնալով ավելացնում են իրենց շահույթը եւ զարմանալի չէ, որ երկուսը հայտնվել են ամենախոշոր հարկատուների տասնյակում։ Հարցն այն է, թե արդյոք սա լավ է տնտեսության համար եւ ընդհանրապես խոսում է արդյոք առողջ տնտեսության մասին։
Այդ ոլորտները ինչքանով են նպաստում մնացած տնտեսությանը։ Դա կարող է տեղի ունենալ իրական հատվածի հաշվին եւ իրականում տեղի է ունենում, որովհետեւ տոկոսադրույքները համեմատաբար բարձր մնալով չեն նպաստում տնտեսության իրական հատվածի զարգացմանը, ներդրումները չեն խրախուսվում եւ այդ առումով կոչնդոտում են իրական հատվածի զարգացմանը։ Տարիներ շարունակ խոսվում է շահումով խաղերի ոլորտի զսպման անհրաժեշտության մասին, փոխարենը այս ոլորտն էլ է տարեցտարի գրանցում շրջանառության ռեկորդներ։ Նախորդ տարի օրինակ պետական բյուջեի չափ փող էր պտտվել այս դաշտում եւ զարմանալի չէ, որ ոլորտի երկու ընկերություն հայտնվել է 10 խոշոր հարկատուների ցանկում։ Այստեղ ուղղակի պետական քաղաքականության հարցն է, եթե պետությունը, կառավարությունը գտնում է, որ պետք չի որպեսզի այդ ոլորտներ փող գնան, ապա կարող է դրա տնտեսական եղանակներով սահմանափակելու միջոցներ գտնել։ Ես կարծում եմ, որ ճիշտ կլիներ դա, բայց ավաղ մեր կառավարությունը այլ տեսակետ ունի։ Անկախ հայտարարություններից կախվածությունը ռուսական կապիտալից եւս պահպանվում է, այն որ ամենախոշոր հարկատուն շարունակում է մնալ դեպի Ռուսաստան սմարթֆոնների վերարտահանումով զբաղվող ընկերություն խոսում է այդ մասին, այսինքն բյուջեի եկամուտները հավաքագրվում են մի պրոցեսի արդյունքում, որի ընթացքում Հայաստանում չի ստեղծվում եւ ոչ մի պրոդուկտ։ Պատմական իրադարձություն Հայաստանի հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը պաշտոնապես միացել է հարավ-արևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին, որում միավորված են 20 երկրների ազգային հիդրոթերապևտաբանական ծառայություններ։ Հայաստանի անդամակցությունը հնարավորություն դարձավ համակարգի բոլոր անդամ երկրների համաձայնությամբ, ինչը վկայում է տարածաշրջանային բարձր վստահության եւ գործակցության միջավայրի մասին։ Երևանում գործող 4 շաղախների արդյունաբերությամբ զբաղվող Best Friends ընկերության ջարդիչ կայանը շահագործվել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը ջարդիչ կայանի ապօրինի շահագործումը կասեցրել է։ Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք։ Ներկայացվել է նաեւ շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։ Հայաստանում 2026-ի հունվարի 1-ից բոլոր նախկին ու գործող բենզալցակայինները պետք է վերազինվեն եւ վերակառուցվեն, որպեսզի համապատասխանեն նոր տեխնիկական անվտանգության պահանջներին։ Նախորդ ժամանակահատվածում տեսչական մարմինը կասեցրել է 276 բենզալցակայանի գործունեություն, որոնցից 71-ը ապամոնտաժվել է։ Նոր պահանջները սահմանված են ներքին գործերի նախարարության կողմից ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ ակտով։ Վանաձորի դատարանում դատական նիստի ընթացքում տեղի ունեցած դանակահարության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ, սպանության փորձի, ինչպես նաև պաշտոնեական անփութության հատկանիշներով, հայտնել են քննչական կոմիտեից։ Լրատվամիջոցների տեղեկություններով 16-ամյա պատանին նիստի ժամանակ դանակը գործի է դրել, փորձելով սպանել իր եղբոր սպանության մեջ մեղադրվող Ամբաստանյալին, ապա դիմել փախուստի։ Քննչականից հայտնել են, որ տղան դեռ փախուստի մեջ է եւ նրան չեն հայտնաբերել։ Դատական նիստը, որի ընթացքում տեղի է ունեցել դանակահարությունը, վերաբերել է 1 տարի առաջ Լոռի տեղի ունեցած դաժան սպանությանը։ Ազգային ժողովի ֆինանսավորումը պետական բյուջեից հաջորդ տարի նվազելու է, կառույցին նախատեսվում է հատկացնել 7 միլիարդ 4 միլիոն դրամ, 68 միլիոն դրամով պակաս, քան 2025 թվականին։ Ազգային ժողովի ֆինանսավորման կրճատմանը զուգահեռ, սակայն падգամավորը հիշեցնում է ժամանակին քննարկված մի նախագիծ, ինչը իրենից ենթադրում էր ֆինանսական հավելյալ միջոցներ։ Մենք ժամանակին քննարկում ենք մի այսպիսի առաջարկ, որ ամեն տարի ազգային ժողովը բացի իրեն հատկացվող հիմնական բյուջեից, պահպանման ծախսերից, աշխատավարձերից եւ այլն, ունենա նաեւ այդ բյուջեի որոշակի տոկոսի չափով հավելյալ գումար, որը կծախսվի հետազոտություններ պատվիրելու վրա։ Բայց բյուջեի միջոցները անսահմանափակ չեն, ծախսերը անընդհատ ավելացնել հնարավոր չէ։ Ուստի ֆինանսների նախարարը հորդորում է հավելյալ առաջարկներով ներկայանալ նման դեպքերում։ Մենք էլ կոչ ենք անում մեր գործընկերներին կառավարությունում, որ եթե որևէ ուղղությամբ մի հատ լավ նախաձեռնություն կա, ապա զուգահեռ առաջարկ ներկայացվի, թե ինչը չենք ուզում շարունակենք անել եւ դրա հաշվին պետք է այդ ավելի լավ բանը անենք։ Պատգամավորները հետաքրքրվում են այդ դեպքում ինչպես է ստացվում, որ օրինակ վարչապետի աշխատակազմի կամ պետական վերահսկողության ծառայության բյուջեն հաջորդ տարվա համար ավելացել է, ինչ միջոցների հաշվին է դա հնարավոր դարձել։ Պետական վերահսկողության ծառայությունում բյուջեն ավելացել է, որտեղ նոր ֆունկցիա է ավելացել, այդ ֆունկցիան տեղափոխվել է ֆինանսների նախարարությունից
եւ ֆինանսների նախարարությունում այդ չափով կրճատումներ են տեղի ունեցել։ Ավելին ձեզ ասեմ, ֆինանսների նախարարությունում այդ ֆունկցիան տեղափոխումից առաջ նոր ֆունկցիա է ավելացել, որի համար հավելյալ ռեսուրսներ, այսինքն այդ գնահատման ֆունկցիան, որի մասին ես խոսեցի, դրա համար հավելյալ ռեսուրսներ չի պահանջվել, որտեղ մենք ունեցել ենք թափուր հաստիկներ, որի միջոցով այդ ֆունկցիան լրացրել ենք։ Ֆինանսների նախարարը պարզաբանում է, ընդհանուր առմամբ նվազումներ տեղի են ունեցել բոլոր մարմիններում։ Այլ հարց է, որ որոշ ուղղություններով են ֆինանսական միջոցների ավելացումներ արձանագրվել։ Ապարատային ծախսերի նվազում է տեղի ունեցել, որովհետև մենք ուզում ենք, նպատակ ունենք օպտիմիզացնել պետական կառավարման համակարգը, այսինքն նույն արդյունքը կամ ավելի շատ արդյունք կարողանանք ստեղծել ավելի փոքր ռեսուրս ծախսելով։ Ըստ Հովհաննիսյանի բյուջեի հատկացումների ընդհանուր մոտեցումը հետևյալ կերպ է եղել. հաշվել են, թե յուրաքանչյուր մարմնի որքան գումար պետք է հատկացվի բնականոն գործունեությունը ապահովելու համար եւ դա կրճատել են 4%-ով։ Հայկական Կարմիր խաչի եւ Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների ղեկավարները ստորագրում են համագործակցության հուշագիր։ Երկու երկրների մարդասիրական կառույցները համատեղ նոր ծրագրեր կիրականացնեն կխորացնեն գործընկերային հարաբերությունները։ Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանը նշում է, կարևորում են գործակցությունն արտասահմանյան գործընկերների հետ, նպատակ ունենալով սերտ կապերի միջոցով դրանք առավել զարգացնել։ Նախորդ տարի էր պատվիրակությունը Թեհրանում իրանական կողմի հրավերով հիշեցնում է եւ գնահատում փորձի փոխանակման տեսանկյունից այդ այցը նույնպես կարևոր էր եւ ուսանելի։ Տարբեր ուրեմն ոլորտներ ենք դիտարկում, բայց այս տարբեր ոլորտները բացարձակապես միայն հումանիտար շրջանակների տիրույթում են գտնվում, մասնավորապես փորձում ենք հասկանալ կարիքները Հայաստանի Հանրապետության հումանիտար ոլորտի եւ հենց այդտեղ էլ իրանական Կարմիր մահիկը պատրաստակամություն է հայտնել մեզ ուժեղացնելու, զորացնելու, որպեսզի մենք էլ կարողանանք ել ավելի հասանելի դառնանք մեր շահառուներին, բնակիչներին ու կարողանանք օգնել։ Իրանական կողմը հաջողությամբ օգտագործում է տրանսպորտային փոխադրամիջոցները փրկարարական շտապօգնության աշխատանքներում, այդպիսով մեծացնելով մեքենաների պարկը։ Իրանի Կարմիր մահիկն ունի նաև աջակցության կենտրոններ երկրի դժվար անցանելի հատվածներում, որտեղ աշխատանքը պահանջում է կոնկրետ հմտություններ։ Եվ մեր հարավային հարևանի Իրանի Կարմիր մահիկի նախագահը կարծում է, այս փորձը Հայաստանում էլ կարող է արդյունավետ լինել։ Փիր Հոսեյն Քոլիվանդն իր հերթին ընդգծում է հայկական Կարմիր խաչի ընկերությունը համարում են բարեկամ եւ գործընկեր կազմակերպություն, ուստի համատեղ աշխատանքը բազմաշերտ է։ Իրանն ու Հայաստանը սերտորեն համագործակցում են բազմաթիվ ոլորտներում։ Կարևորում են կադրի տեխնոլոգիական հնարավորությունների համատեղ կիրառումը, բույս սարքավորումների ու դեղորայքի, ինչպես նաև միմյանց տեքստիլ արտադրանքի տրամադրումը։ Մենք Իրանում խթանում ենք նաև գործունեությունն ավանդական բժշկության, բուսաբուժության բնագավառում, նպաստելով մասնագիտացված կենտրոնների ստեղծմանը։ Անհրաժեշտության դեպքում շահառուների կողքին լինելը թե հայկական Կարմիր խաչի, թե իրանական Կարմիր մահիկի ներկայացուցիչների համար առաջնային է։ Սա փոխկապակցված է մասնագիտական գործունեության 7 հիմնարար սկզբունքների վրա մարդկանց ցավն ու տառապանքը նվազեցնելու համար։ Դուք կարող եք դառնալ խնամատար ծնող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված եւ խնամքի կարիք ունեցող երեխաների համար։ Ծրագիրը սոցիալնախարարությունն է ներկայացրել, նշելով, թե ովքեր կարող են լինել շահառուները։ Խնամատար ծնող կարող եք դառնալ, եթե մշտապես բնակվում եք Հայաստանի Հանրապետությունում, չափահաս եք, վերջին 5 տարիների ընթացքում չեք հաշվառվել ոստիկանությունում որպես հասարակական կարգը խախտող, երեխայի ու ընտանիքի շահերի դեմ ուղղված հանցանք կատարած անձ։ Արդյոք այս չափորոշիչները բավարար են երեխայի շահերը լիարժեք ապահովելու համար։ Խնամքի հաստատություններում լինի մանկատուն թե խնամքի կենտրոն, երեխաների հետ աշխատում են մանկավարժներ, հոգեբաններ, հատուկ մասնագետներ։ Սահմանված չափորոշիչները բավարար չեն ապացուցելու, թե տվյալ խնամատար ընտանիքում կարող են ապահովել երեխայի պատշաճ խնամքը։ Պնդում է փաստաբանը, մտահոգիչ համարելով նաև իրավիճակները, երբ խնամատար ծնողը կարող է չունենալ բավարար հոգեբանական կամ բարոյական պատրաստվածություն։ Կան մարդիկ, օրինակ, որոնց հոգեկան վիճակը այնպիսին չէ, որ հաշվառվեն հոգեբուժարանում, բայց հոգեբանական առումով խնդիրներ ունեն։ Գուցե օրինակ անձը հաշվառված չի ոստիկանությունում, սակայն տանը օգտագործում է ալկոհոլ, կամ երեխայի հանդեպ հոգեբանական բռնություն կիրառի, կամ օրինակ վերցնի երեխային ձևակերպի խնամատար լինելը, գումար ստանա պետությունից, սակայն այդ ընթացքում Հայաստանից բացակայի, գնա աշխատանքի
Փաստաբանի կարծիքով նման պարագայում երեխայի շահերից է բխում, որ նա մնա խնամքի հաստատությունում, որտեղ մշտական վերահսկողություն է գործում։ Կա նաև հետևյալ խնդիրը, երբ երեխաները մնում են առանց ծնողական խնամքի եւ տեղավորվում են որևէ հաստատությունում, ապա երեխան հարմարվում է մտքի հետ, որ երկարատև է լինելու բնակությունն այդ հաստատությունում եւ ինքն իր համար ֆիքսում է, որ դա է իր բնակության վայրը։ Իսկ եթե խնամատար ընտանիքում է եւ հետո այդ ընտանիքը հրաժարվում է երեխայից, դա լուրջ վնաս կարող է պատճառել նրա հոգեբանությանը։ Փաստաբանը նաև մատնանշում է ֆինանսական կողմը։ Խնամատար համակարգը կարող է դիտվել որպես բյուջետային ծախսերի խնայողություն։ Իմ կարծիքով կան հատկանիշներ խնայելու բյուջետային միջոցները, քանի որ առնվազն մանկատանը պետք է ապահովել սնունդով, կոմունալ վճարումներով, բավականին ծախսատար է։ Ըստ այդմ կարծում եմ նաև, որ խնամատար ընտանիքների ֆինանսավորումը ավելի քիչ ծախսեր է պահանջում եւ գուցե պետության քաղաքականության մեջ կա նաև օբյեկտիվ պատճառներով խնայելու միտում։ Փաստաբանն ասում է, բարեխիղճ կամ անբարեխիղճ խնամատար լինելը ի վերջո կապված չէ խնամատար անձի հետ։ Երեխաների ազգականների մեջ կարող են լինել անբարեխիղճ մարդիկ, բայց ավելի վատ, որ խնամատարը հարազատ է, ժամանակին կարող է լուծել երեխայի խնամատարության հարցը եւ ոչ թե գումարի դիմաց։ Բավարիայում վերջնական ապամոնտաժման է ենթարկվել Գունդրե Մինգենի ավտոմակայանը, որը Գերմանիայի ամենահզոր այգներից էր։ 260 մետրանոց հովացնող աշտարակները պայթեցվել են կայանը շահագործումից հանելու վերջին փուլում։ Այս իրադարձությունը խորհրդանշում է ատոմային դարաշրջանի ավարտը եւ նոր դարաշրջանի սկիզբը։ Երկիրը ամբողջությամբ հրաժարվել է ատոմային էներգետիկայից եւ փակել է բոլոր այգները։ Երկչուի Քեթի Փերին եւ Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոն երկչուի ծննդյան օրը պաշտոնապես հաստատել են վերջին շրջանում պատտվող խոսակցությունները, որ միասին են։ Նրանք ձեռք-ձեռքի տված դուրս են եկել լրագրողներին ընդառաջ եւ միասին նստել մեքենան ու հեռացել։ Փարիզի Լուվր թանգարանից թանկարժեք թագի եւ այլ զարդերի գողության գործով ձերբակալվել է 2 անձ, նրանցից մեկը բռնվել է Շարլ դե Գոլի օդանավակայանում երկրից փախչելու փորձի պահին։ Դեպքը տեղի ունեցել հոկտեմբերի 19-ի առավոտյան տուժածներ չկան, կատարվում են քննչական գործողություններ։